Զարմացա, երբ գերեզմանոցում մոտեցար ու հանդիպում խնդրեցիր։ Այդ ցանկությունը իմ մոտ առաջացավ այն ժամանակ, երբ որ տեսա քեզ հանգուցալի եղբոր որդու հետ։ Թե սխալվում եմ Ալիկը Բալայան չի, այսինքն Տանոյի պապու աղբոր տղեն չի։ Ասենք թե տենց է, հետո ինչ։ Ու ընդհանրապես, ինչ եք ուզում ինձանից։ Ես ինչքան գիտեմ, ինչքան հիշում եմ, իմ ու ձեր հարաբերությունները այդքան էլ բարի դրացիական չի։ Իզուր չի քո կապը մեր հետ։ Դե կյանքում ամեն ինչ էլ պատահում է։ Ինչ իմանայի, որ վերջում բոլորս իրար ծանոթ ենք դուրս գալու։ Դու ինձ կարաս տեղեկություն տաս այդ հորդ մասին։ Ինչ ես նայում։ Աչուծախ հպարտանալով գլուխ գովալով ման է գալի, որ հայրը տա։ Իսկ ես հպարտանալու ընդհանրապես տեղ չունեմ։ Ճիշտ էլ անում ես։ Ուզում ես իմանալ արդյոք արդարացված է քո այդ զգացմունքը։ Դու ինձ կարաս ասես ինքը ով է։ Ինչ կյանքով է ապրել ու մինչև այսօր որտեղ է եղել։ Եթե մի փոքր մասով դու ինձ օգնես այդ հարցում, շատ շնորհակալ կլինեմ։ Կպատասխանեմ։ Բայց դու ինձ պետք է օգնես։ Պիտի ասես թե որտեղ է ապրում դա ու որտեղից գտնեմ։ Կասեմ։ Հայր մեր որերկինս ես, Սուրբ Եղեցի անուն կա, եկես ծերկայություն կա, Եղեցի կամ կա, որպես երկինս և երկրի, զահաց մեր հանապազոր տուր մեզ այս։ Մերի։ Ես չգիտեմ դուք ինչ կարող եք անել։ Ես չգիտեմ դուք ոնց կարող եք մեղմել ամուսնուս վիճակը, բայց ես ուզում եմ, որ… Մամ ջան, ցավը տանեմ, մի հոզվի։ Հաստաբան Սմբատ Կարենի չկանի բոլոր հնարավորինս քայլերը պապայի վիճակը թեթևացնելու համար։ Նախ ես պետք է մանրամասն ուսումնասիրեմ գործը։ Հա, իսկ հնարավոր չի նրան, ասենք, գրավի դիմաց ազատ արձակել։ Մամ, եթե հնարավոր լինի Սմբատ Կարենի չկանի, մենք չէ որ պետք է նրան թույլատրենք, թե ինչ անի։ Ես պետք է ուսումնասիրեմ գործը, զրուցեմ պարոն Բեկնազարյանի հետ, ավելորդ խոստումներ չեմ սիրում տալ, առավել ևս գործը դեռ չսկսեց։ Գումարի հետ կապված խնդիրներ չեն լինի։ Եթե պետք է, ես իմ անշարժ գույքը ամբողջությամբ կարող եմ վաճառել։ Մամ, ծայրահեղությունների մեջ մի ընկի, բանը դրան չի հասնի։ Եթե գրավի համար գումար է պետք, կա, այսինքն կլինի, էլի։ Հա, դա խնդիր չի։ Մենք պետք է համատեղ ուժերով ամեն ինչ անենք, որ ամուսնուս ազատենք։ Սպասում էի, որ ավելի շուտ կգաս։ Պապիկիս։ Գիտես ինչ, անկեղծ ասած ես չէի կարող ավելի շուտ գայի։ Խնդրում եմ լաց մի եղի, զրկելը տենց հեշտ բան չի։ Կանի, նա դա կանի։ Չես մոտենա։ Դու շատ գեղեցիկ ես։ Իսկ դու միամիտ ես։ Եթե չես կարողանում վարպետորեն խաբել։ Իսկապես գեղեցիկ ես։ Փայլում ես։ Առաջին անգամ եմ լսում, որ հիվանդները գեղեցիկ տեսք են ունենում։ Իսկ դու ինչի ես հիշում կամ հիշացնում ինձ այնպիսի բաներ, որոնք անտեսանելի են։ Չես խաբում։ Տեսքը սիրոք լավ է։ Հիմա երբ գիտես, որ ես շատ ժամանակ չունեմ ու ինչպես նաև անմեղ հրեշտակ չեմ։ Ոնց պատկերացնում էիր, ինչ ես պատրաստվում անել։ Ապրելու, սիրել։ Այն մնացած բաների վրա ժամանակ չկա, գիտես կյանքը կարճ է։ Ես դա օրեր առաջ հասկացա, երբ որ մահվան շեմին էի կանգնած։ Ես քեզ բան ունեմ ասելու։ Կհասցնես։ Ես չեմ գնա ստեղից, մինչև Ապեր Բեկնազարյանին չտեսնեմ։ Չի թույլատրվում։ Տեսակցությունների համար հատուկ կարգ կա։ Ստիպված ես հետևել։
Այս մի անգամ էլ բացառություն արեք, մեկա չեմ գնալուց տեղից, մինչև հորս չտենամ։ Դուք մի րոպե սպասեք։ Ֆրիկ։ Ֆրիկ։ Արի մի բան ասա, մի բան արա, թողեն մտնեմ հորս մոտ, չեն թողում, դու էլ ես չէ կե պապային տնաս, այդ մի անգամից կակրած իրար հետ կմտնենք, համ էլ կուրախանա, լավ դուխ կտանք պապային։ Ֆրիկ հələ մի րոպե սպասի։ Դու ինչ սպասեմ, ասում եմ, չեն թողում մտնեմ հորս մոտ։ Էս ով է։ Պապայի փաստաբանն է։ Քաղաքի լավագույն փաստաբաններից է։ Ինքը ամեն ինչ կանի, որ պապային օգնի։ Լավ է, հետա կակրած իրար հետ էլ կմտնենք։ Բարև ձեզ։ Ախպերս է։ Ուզում եմ մտնի պապայի մոտ։ Իրան բացատրեք, որ թույլ չեն տա։ Ըստ օրենքի առայժմ հնարավոր չէ, միայն փաստաբանը կարող է ներս մտնել։ Հասկանում ես, Ֆրիկ, թե չէ ես էլ եմ շատ ուզում մեր հորը տենամ։ Մի րոպե սպասեք ինձ։ Արի մենք էլ ավտոյի մեջ սպասենք, մինչև փաստաբանը դուրս գա։ Ախր դու բան չես հասկանում։ Լսի, արի նստենք ավտոյի մեջ կխոսանք, Ֆրիկ։ Դու ինձ տեղել է հարմար։ Ֆրիկ, ուզում ես մեր հոր վիճակը ավելի բարդացնես։ Արի նստի։ Ախր դու չգիտես, պապան լավ չի, ես Ֆրիկ, վախենում եմ։ նստի կխոսանք։ Միշտ ես վախենում եմ պապայի համար։ Ինքը կարող է իրան վնաս տա։ Փաստորեն դու մեր օրը լավ չես ճանաչում, եթե այդպես բաներ ես մտածում։ Այդ դու իրան լավ չես ճանաչում։ Դու չգիտես իրան խոր խոցելի տեղերը։ Դեռ սահման չհասած արդեն հազդված վիճակ էր այդ մարդու մոտ։ Կարող եմ տնից հետաքրքիր բան գտնեմ, որ քեզ նեղը գցեմ, հա? Այ կապիկ։ Ֆրիկ մի քիչ պապայից պատմի։ Ոնց էր ես մի քանի օրերի ընթացքում։ Փոխվել էր, վախեցած էր, գոնե զղջում էր իր արած քայլի համար, թե արդարացված էր համարում իր այս քայլերը։ Հուսահատ էր։ Հասկանում եմ, որ գնալու ճանապարհ չունի։ Սմբատ Կարենիչը դուրս եկավ։ Տեսակ խոսեցիք։ Ինչ վիճակում էր։ Ես շատ զբաղված եմ, որպեսզի գամ ու անիմաստ ժամանակ վատնեմ։ Եթե ձեր հորը փաստաբան հարկավոր չէր, պետք է նախապես զգուշացնել, որ ես չգայի հասնեի այստեղ։ Չհասկացա, ձեր ասած ինչ էր նշանակում։ Ձեր հայրը հրաժարվեց փաստաբանի ծառայություններից։ Հնարավոր չի։ Նա ինձ արհամարեց։ Պատվին դեմ համարեց, որպեսզի գար ու անձամբ ասեր, որ իրեն փաստաբանի ծառայություններ հարկավոր չեն։ Ես քեզ չէի ասում, որ պապան լավ չի, հուսահատ ազենքերը ցած ա դրել։ Ֆրիկ սպասի էլի։ Լավ, կներեք, ես ժամանակ չունեմ։ Սպասեք, մենք ձեզ կտանենք ու իմացեք, որ դուք եք պապայի գործով զբաղվելու։ Շատ էլ որ այսօր ինքը իրան տենց է պահել, դա բան չի փոխում։
մեր հայրը վտանգի մեջ ամիր։ Անիմաստ լարվածություն է ստեղծում, ֆրիկ։ Բան եմ քեզ ասում։ Բալես։ Վայ։ Այդ ցավը տանը, որ քեզ թողեցինք վատ էիր, բայց ոչ այսքան։ Սպարտակը ժամանակ չի կորցնում։ Ինչի բալա։ Հանդիպել եք։ Զանգեց։ Հա։ Հետո։ Զանգեց։ Գնացինք եկեղեցի։ Չթողեց ներս մտնենք։ Վերջին հրաժեշտը տանք Սպարտակ Յուրիվիչին, հասկացանք։ Իրականքներ, իր ցանկություններ հարգեցինք։ Բա հետո ի՞նչ ա ուզում։ Ինչ ա ուզում քեզնից։ Ավել ինչ ա ուզում։ Ինչի ա վիրավորում, ինչի ա քեզ ավել ցավ պատճառում, հա։ Չէ, մամ, չէ, չվիրավորեց։ Երկար բարակ չխոսեց։ Ասեց, որ վաղը լինեմ զակցում, որ բաժանվենք։ Այսինքն տենց շտապ ուզում է ազատվել քեզնից։ Ոչ միայն ազատվել ինձնից, այլ երեխուն վերցնել։ Նա քեզանից երեխա չի կարող վերցնի։ Եղավ։ Ու դու մի հանձնվի։ Դու նենց բան չես արել, ինչի համար կարելի է քեզ զրկել մայրական իրավունքներից։ Իսկ ես ինչ երեսով եմ նրա դեմ պայքարելու։ Բալես, կարող է քո հայրը մեզ զրկել է պարզ ճակատով ապրելու հնարավորությունից, բայց դու անհատ ես։ Դու անհատ ես։ Ու դու չպետք է պատասխան տաս մեր արած սխալների համար։ Ջան, Ձակս, ես չեմ ուզում, որ դու պատասխան տաս մեր արած սխալների համար։ Ես պատասխան եմ տալիս իմ սխալ ընտրության համար։ Իմ ու Սպարտակի միությունը ի սկզբանե սխալ էր։ Պապան հետ ընտանիքի մորարյունը թափած լինելով հանդերձ չպիտի թույլ տար, որ ես ու Սպարտակը Թե հայրդ, թե ես, իմ մեղքի բաժինն էլ կա։ Էմիլի։ Եմ կա։ Ինչ է, բանես լավ չես։ Մամ լվացվել եմ ուզում։ Հա։ Հա, ցավը տանի մամ։ Ակորոնամ եմ։ Ահա։ Հա, քուջա։ Լավ ես ապրում։ Հավալը։ Մամ սիրտս խառնում է։ Ահա։ Տես արդեն ժպտում ես։ Դու ինձ ստիպեցի ժպտալ։ Այ բայց դու տխուրը մնացիր։ Դու ժպտում ես։ Ես դրանից երջանկանում եմ։ Գիտես, ես բնույթով այդպիսի մարդ եմ, ես սիրում եմ մարդկանց երջանկացնել։ Միայն թե չգիտեմ դա ինձ մոտ ստացվում է, թե չէ։ Նվիրյալ ես դու։ Նվիրվում ես բոլորին, բայց քեզ համար չես ակնկալում ոչինչ։ Եթե տեսնում ես աչքերիս փայլը, ուրեմն քեզ մոտ դա գերազանց է ստացվում։ Միայն երջանիկ եմ, որ դա ստացվում է։ Բայց ես ինքան էլ անշահ խնդիր չեմ։ Ես էլ իմ սպասումները ունեմ։ Եվ որոնք են դրանք։ Կոնկրետ քեզնից ես քիչ, բայց ինձ համար շատ կարևոր բան եմ սպասում։ Ինչ։ Սեր եւ հավատարմություն։ Խնդրում եմ քեզ մի մտիր խաղերի մեջ, ազնիվ եղիր։ Գիտես, ես սա կյանքս սիրել եմ ազնվությունը միմիայն։ Դու դեռ չես հավատում ինձ։ Ու չես հավատում, որ ես քեզ սիրել եմ։ Սիրում եմ։ Ու իմ անազնիվ քայլը սխալ էր, որը կարելի է ներել։ Որքան շատ սիրես ինձ, այնքան շուտ կմոռանամ։ Իմ արարքը։ Հա, քո հիմար քայլը։ Իսկ չես մտածել, որ ես քեզ կարող եմ երկրորդ անգամ դավաճանել։ Եթե իմ հիվանդությունը ստիպի քեզ մենակ թողնել, կստացվի, որ ես քեզ երկրորդ անգամ կդավաճանեմ։ Չենք թողնի։ Մենք այդպես հեշտորեն չենք հանձնվի, որ հիվանդությունը գոլ տա մեզ։ Դու առայժմ կպարկես ես հիվանդանոցում, այ հենց այստեղ։
Ես ուղղակի մի քիչ խառախնդիրների մեջ եմ։ Հենց վերջացնեմ, մենք անպայման երկրից դուրս կգնանք ու նոր հետազոտություններ կանցկացնենք։ Տանա, պետք չի։ Մենք պայմանավորվել ենք, որ պետքա մեկնենք, մի քիչ ուշացումով, բայց անպայման պետքա մեկնենք։ Այ հենց հիմա նայում եմ քեզ ու հավատում եմ, որ դու ես հաղթողը դուրս գալու, ոչ թե հիվանդությունդ։ Եթե դու ինձ հետ գաս, ես էլ կարող եմ քո ասածին հավատամ։ Կգամ, որ ես էլ բուժվեմ, թույլ չտամ գլուխ բարձրացնի իմ հիվանդությունը, որից թվում էր, թե ազատվել եմ։ Արմատները լավ չէի կտրել, եթե այն նորից ծիլա տալիս։ Ես երջանիկ եմ քո կողքին։ Տանա։ Դա նրանից է, որ ես սիրում եմ երջանկացնել։ Ես այդ մարդը չեմ, կամ էլ այդ մարդն եմ, բայց այդ ժամանակը դեռ չի հասել։ Ուր եմ շտապում, կամ ինչի շտապեմ։ Ինչի, եթե կարող եմ թույլ տալ, որ մարդիկ մի քիչ խառնվեն, աշխատեն, ջանքեր գործադրեն ինձ վերացնելու համար։ Ով իմանա, կարող է ինչ-որ մեկի մոտ ստացվի, ինչ-որ մեկը այն քննադատողներից, որոնք սեփական եսն արհամարելով ուրիշի աշխարհ են ներխուժում առանց թույլտվության ու դուրս թափում իրենց մեջի թույնը, որ գոնե կարողանան այս կյանքում ապրել, կարողանա հոգուրդ տալով իր ցանկությանը սպանի ինձ, սպանի թույնով։ Արա դուս թե ինչ ես անում, այ փորձանք։ Որ եղբայր կորցրած մարդու համար մի քիչ շուտ չես սկսել ուրախանալ։ Արա ոնց հասարս թե արա։ Դե մեծ հաշվով քեզ ուրիշ տեղ պետք էլ չէր ման գալ։ Լսի Արթուն, արա արդեն ներվերից ազնում ես, գիտես, ես քո ռոժովդ արդեն ստես ես հասցրել։ Ինչ ես ուզում, այ կազլինա։ Լսի այ կապիկ։ Ասո գլուխդ վրիցդ կպոկեմ։ Այդ լեզուտ էլ չի լվլվա։ Հոպ, վրա չտաս։ Կարող եմ այդ ձերմեր գցես, արա։ Կներես բրատ, բայց դու իմ ճաշակով չես էլի ցավը տանեմ։ Համե չմտածես, որ ես պլշած հայացքով այդ կավա սիրտս գերես, արա։ Դու չեմ եք էստեղ սիրտդ գերելու։ Եկել եմ գլուխդ ջարդեմ ու ռոտ։ Բայց որ գլուխս ջարդիր, այդ իրենի փողերը քեզ ով է վերադարձնելու։ Ճիշտ ես ասում, գիտես, այն մտածելու տեղիք տվեցիր։ Սպասի մտածեմ, ով։ Արա, դու տղա չունեիր։ Այ լակոտդ էլ ես պարտքերդ կտա։ Արա, այ կազլինա, դու վիտուսից հեռու մնա։ Եթե չէ ուզում գլխի փորձանք բերես եղավ։ Հանգիստ է, իմ ներկայացնելուց հետո վիտուսդ չի ուզում նույնիսկ դեմքդ տեսնի։ Դա թե գոյուշ կազլինա։ Թե դու այդքան ռիսկ ունես, որ գնաս վիտուսի մոտ, որ ինչ-որ բաներ պատմես ինձնից։ Արդեն պատմել եմ։ Իմանա շատ լավ գիտի, թե իրա հերը ով է, իրանից ինչ է ներկայացնում։ Արտուրո, արա դու ես ուզում ես ձեռներս կեղտոտեմ, թե դու չգիտես ես ինչ եմ ընդունականը։ Հանգիստ, ոչինչ։ Զենքը դրել ես բոլոր նրանց գլխին, ով ճանապարհի տակ կանգնել։ Հա։ Արտուրո, ես քիթդ շատ երկար է, բայց գիտես ես քո քիթը ջարդելու եմ, որ ուրիշի իրերի մեջ չմցնես, արա։
Վախացնես ուռոտ։ Սաղ աշխարհը գիտի թե դու ինչ ես ընդունակ։ Բայց դու չգիտես թե ես ինչ եմ ընդունակ։ Ու ինչ կանեմ քո հետ, եթե հանկարծ մոտենաս Եվրենին ու ենախոս։ Հասկացար։ Արա դու ստես ենք։ Ինչ տապել զենք։ Յանս մոռացել էի քեզանից դուրտողություն հացնել, դու ստե։ Ինչ պետք է անես։ Ում դեմ ես օգտագործել այս զենքը, հա։ Թե նոր ես օգտագործելու։ Այս զենքի պրեմիերան Արտուրո։ Որ եմ փորձելու։ Բում։ Հանկարծ չվախնաս ապեր, չեմ կրագի։ Давай. Прощай, дорогой. Թե ուզում ես իմ ձեռքից գնաս, արա։ Դու այդ զենքից զգուշ ես։ Դու դրա զոհն ես դառնալու։ Արա այդ դուրակ, արի դու իմ ոտքերի տակ մի ինգելի։ Ես կգնամ Վիտոսին կտեսնեմ։ Հետը կխոսամ։ Ու հանկարծ իմանամ, որ Իրանի մասնի շո սխալ բաներ ես ասել, չէ։ Կսպանեմ ապեր։ Քնապուշ ես, որ մինչև հիմա չհասկացար, որ ես թքած ունեմ քո վրա։ Նա։ Կկրակեմ։ Կազլինա։ Մենք կհանդիպենք։ Կոլոն։ Հիմա ո՞նց ես, արևս։ Համեմատաբար լավ եմ։ Էմոլ ջան, բայց ինչի հետևանք կարող է լինել քո այս վատացումը, բալես։ Լավա, որ դեռ ողջ եմ։ Չլսեմ։ Մամ ինձ համար պետք չի անհանգստանալ։ Կփորձեմ քնել, հետո կարթնանամ ու ավելի թեթևացած կլինեմ։ Էմոլ ջան, իսկ դու կարող ես հիշես, դու ինչ վիճակում էր, որ իմացար, որ հղի ես։ Մամ, էդ ինչ կապ ունի։ Լսի բալես, քո մոտ ամեն ինչ կարգին է։ Մամ, բոլորի մոտ էլ կարա լինի սրտխառնոց, գլխապտույտ, ու դա դեռ հղիության նշան չի։ Հա, բայց դու իմ հարցին չպատասխանեցիր։ Ինձ միայն մնում էր, որ ես հիմա հղի լինեմ, մամ։ Ավելի սուր բան չէր կարող մտածել ինձ խելագարության հասցնելու համար։ Աման հայ, ոստաս չանի։ Հիմա այդ ամեն ինչը ավելի կբարդացնի մեր վիճակը, աման։ Մեղա քեզ Տեր Աստված, մեղա։ Ես ինչեր եմ խոսում, թող ինձ ների Աստված։ Էմոլ ջան։ Տանո, ինչ ես ինձ այստեղ բերել։ Դու գիտես, որ իմ օդը չի երիքում, շունչոս կատարվում է այստեղ։ Ես իմ հոր բացն եմ զգում ու այդ իմ համար շատ դժվար է։ Ֆրիկ։ Եղբայր։ Մի հատ ինձ նայ։ Խնդրում եմ քեզ տապ եղիր, որ կարողանաս հետագայում ապրել։ Թե չէ դու քեզ հիմա անենց ես պահում, ոնց որ դու ես այդ բոլոր հանցագործությունները արել։ Խնդրում եմ քեզ մի արա տենց։ Տանո, բրա։ Պապան հրաժարվել է փաստաբանի ծառայություններից, ինքը հանձնվել է։ Միգուցե ճիշտ արել։ Ֆրիկ, երևի ճիշտ արել։ Երևի տենց է ճիշտ, որտեվ այդ մարդը երևի հասկացել է, որ ինքը սխալ բաներ է արել։ Բայց դու չես հասկանում, ինքը ինձ դրսում է պետք, ազատության մեջ։ Ես վախենում եմ իր համար, ինքը կարող է իրան վնաս տալ։ Չգիտեմ, կամ կարող է հենց այդ բալայանները վնաս տան։ Չէ, այդպես մի ասա, բալայանները նրան ոչ մի վնաս չեն տա, Ֆրիկ։ Արխային եղի, ոչ մի վնաս չեն տա։ Թե լավ, բայց այստեղ ինձ համար դժվար է։ Արի գնանք դրսում խոսենք, լավ։ Տանոն իմ ցանկությամբ է քեզ այստեղ կանչել։
դավաճան ես տանում։ Հերս շատ ճիշտ էր կնքել քո անունը, ապերախտ ու դավաճան, ուրացող։ Ես քեզ խնդրում եմ էլ մի սկսի։ Ես քեզ իսկապես ազնիվ ասում եմ, ես չգիտեմ ստեղ ինչա կնարկվել, ուղղակի ինքը խնդրեց ինձ, որ քեզ կանչեմ ստեղ։ Հա բայց դու չասեցիր, որ ինքն է ինձ կանչել, ինքն է ուզում ինձ տեսնի։ Ձենդ կտրու վերենգի։ Աղբորս հետը տես չխոսաս։ Մենք աղբեր չենք տանում։ Աղբերները միմյանց հետ տենց չեն վարվում։ Լսոս։ Միած սպասի հելը հանգստացի։ Մի հատ հասկանանք ինչի համար ենք մենք ստեղ։ Դե, քեզ ենք լսում, ասա։ Լավ դերասանություն ես անում, տանո։ Շատ ես համանում արդեն։ Mən որ թողում եմ այսքան թփրտած այդ տանոյի խատեր եմ թողում։ Ես որ լեզուդ բերանիդ մեջ հավաքած բայվարի վերենգի։ Դա չեմ նստում, բանուն ես ասելու հենց ստե ասա։ Մի հատ կարակ հանգստանոք սաղատ։ Դու էլ։ Չեք կարող առանց գոռալու իր հետ խոսակ։ Նորմալ մարդավարի լեզվով չեք կարողանում իր հետ խոսել։ Ես վաճառք եմ անում բոլոր գործարաններն ու խանութները։ Հələ մի րոպե։ Դուք կարող եք վաճառքի անել միայն ձեր մասնաբաժինը, ոչ թե հորս։ Էդ ինչի համար ես դու տենց անում։ Ոչինչ ասնում եմ են ամեն։ Ինչ կապում է ինձ հետ արնախում մարդասպանին։ Հորս մասին իմացի ոնց ես խոսում։ Կանգնի հələ։ Կանգնի։ Ես որ իմանայի սենց շոու ալնելու ես ֆրիկին չէի կանչի։ Պարզա քեզ։ Քո ֆրիկը չի հասկանում, որ ես իր այդ համբերատար եմ միմիայն քո խաթեր։ Ուրեմն լսեք։ Ծախեք ինչ ուզում եք կամ ում ուզում եք, բայց հորս սեփականության հետ ընդհանրապես գործ չունեք։ Ուրիշ երկ չունեք պետքա ծախեք։ Դե չէ ես կծախեմ։ Ուրեմն լսեք։ Ես թույլ չեմ տա, որ իմ հոր այսքան աշխատածը հոդս ցնդասնեք, հասկանում եք, ու ծախեք այն ինչ որ ձերը չի։ Իսկ դու լավ չարեցիր։ Ինչ ես նախորդ չէր ծանոթացել քո ծրագրերին։ Տանո։ Իրան օգնելու մեր ջանքերն իզուր են։ Ինքը որոշել է հավերժ մնալ բանտում։ Իսկ ամենավատը այն է, որ ֆրիկն ասում է պապան այն վիճակում է, որ կարող է իրան վնաս տա։ Այդ տղա լավ էլի, չէր կարող մի լավ լուր բերեր, սիրտս խովացներ, հա, ապրելու մի հույս տար։ Մամ, ես ասում եմ, ինչ որ կա։ Փաստաբանն էլ պապայի գործից հրաժարվեց։ Հայրդ ստիպված կլինի ընդունել փաստաբանի ծառայությունները։ Այս անգամ նա ստիպված կլինի օգնել մեզ ու շարժվել, ապրել մեր ցանկությամբ, վերջ։ Էդ ոնց, մամ։ Ես կհանդիպեմ հորդ։ Ու եթե նա այս անգամ էլ չմտապոխվեց, ես իմ ձեռքերի կլվանամ ու կընկնեմ իմ երեխեքով։ Մամ, բայց քո ու պապայի հանդիպումը ախր հնարավոր չի։ Թող հնարավոր դարձնի փաստաբանը։ Մամ, դու ինձ չես լսում։ Ասում եմ, փաստաբանը հրաժարվել է պապայի գործից։ Ոչինչ։ Թող նորից ստանձնի։ Ավելին թող հանդիպում կազմակերպի իմ ու հորդ համար։ Կասեմ։ Բայց չեմ իմանում ինչքանով դա կստացվի։ Էմոլ ջան, իսկ դու կարող ես հիշես, դու ինչ վիճակում էր, որ իմացար, որ հղի ես։ Չէ, չի կարող հղիություն լինել։ Վախս այնքան մեծ է, որ ինչի մարմիտ քասես գլխովս անցնում է։ Հեն օրն եմ ընկել, որ հղիությունը հիմար միտք եմ համարում։ Ես շատ վատ եմ։ Ոնց եմ վաղը զաքս գնալու։ Բայց շատ սխալ էր էլի սրանից չազատվելը։ Դու այդ զենքից զգուշ էի։ Դու դրա զոհն ես դառնալու։ Բայց էլ ուժ չի։ Ուժ չի ազատվելու համար։ Ախ, չեմ ժողում ինչ անեմ։